Ողջույն։ Այսօր հունվարի 14-ին կառավարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջանին, Վիգեն Էուջեկյանին, Վագիվ Խաչատրյանին։ Շատ կարճ ժամանակ անց էլ հայտնեցին, որ Թուրքիայի միջոցով Սիրիային է Հայաստանը հանձնել 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ կռված, գերի վերցված եւ ցմահ դատապարտված 2 ահաբեկչի։ Հայաստանը հայ գերիների վերադարձի անունը դրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունք։ Ինչ է ստացվում։ Գաս իշխանության, Արցախը հանձնես թշնամուն, մեջի բնակիչներին նույն թշնամին վերցնի գերի, տարիներ հետո մի քանիսին բաց թողնի ու անունը դնեք խաղաղության գործընթաց, ում են սրանք ապուշի տեղ դնում։ Այդ մարդիկ իրենց տներում հանգիստ ապրում էին, այդ ինչի գերին կան։ Բաքվից վերադարձող գերիները, նրանց ընտանիքի անդամները, մենք բոլորս այդ հարցը պետք է տանք, այդ մարդիկ ինչի գերին կան։ Տեսնես գոնե անձամբ կգնա նրանցից ու նրանց ընտանիքներից ներողություն խնդրի, թե հպարտ դեմքով հայտարարելու է, տեսեք ինչ հերոսություն արեցի։ Ինչն էր հերոսություն։ Արցախը հայաթափելուց 2 տարի եւ մի քանի ամիս անց այդ իրադարձության գլխավոր մեղավորը հայտարարում է։ 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է։ Ոչ, դա բոլորովին ուրիշ հարց չէ։ Դա ամենակարևոր հարցն է, որի սկիզբն էլ անձամբ նշում է, թե որ իրադարձությունն է 22 թվականի Պրահայի պայմանավորվածությունները, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո տեղի ունեցավ 8 ամսյա շրջափակում, ապա պատերազմ, 400-ից ավելի զոհ, ու հիմա ասում է կարող էր եւ տեղի չունենալ։ Հիշում եք, պատերազմից հետո էլ, որի ժամանակ տվեց 5000 զոհ, հայտարարեց, այս ամենը կարող էր տեղի ունենալ առանց զոհերի։ Այսօր բաց թողնված գերիներին էլ կարող է գնալ ասել, թե կարող եք գերի չընկնել, բայց դա լրիվ ուրիշ հարց է։ Այս պահին Բաքվի բանտերում են հայեր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք ոչ միայն կարող էին գերի չընկնել, այլ կարող էին այս պահին պաշտոնավարել Արցախի հանրապետությունը։ Այսօր Հայաստանում ու Վաշինգտոնում միջոցառումներ էին այս ողբերգական գործընթացներից հետո ստեղծված այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կամ Թրամփի ուղի այդ ծրագրի մասին։ Նայած ով ոնց է ձևակերպում։ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հաստատել է Թրամփի ուղու վերաբերյալ հայտարարություն։ Կետերով հրապարակված է այդ հայտարարությունը։ Դեռ շատ կխոսվի դրա մասին, ես ընդամենը 1-2 այս պահին երևացող խնդրի մասին նշեմ։ Նախ ասում են բաժնետոմսերի 74% ամերիկացիներին է, 26-ը մերը, որովհետև նրանք կառուցում են, ներդրումն են անում, Հայաստանը միայն տարածքն է տալիս։ Ու տալիս է 49 տարով, մի 50 տարի էլ երկարաձգելու իրավունքով։ Ու ասում է լավ գործարք է, բայց ինչով է լավ։ Տալիս են անխոչնդոտ ճանապարհ Ադրբեջանին, ու անխոչնդոտը հենց նշանակում է, որ Հայաստանը չի վերահսկելու այդ ճանապարհին ազատ հասանելիությունն էլ չունի։ Ինչպես որ 3 պաշտպանության նախարարն էր ասում, մենք հասանելիություն չունենք Սև լճի մեր դիրքերին, այնպես էլ թրիփի մասին ասելու է մի պատասխանատու նախարար, այդ նույն բանը, հասանելիություն չունենք։ Շուրնուխի բնակիչը ասում է, ինձ հայ սահմանապահը մեր տարածքում կանգնեցնում է, թույլ չի տալիս անցնեմ, մինչև ադրբեջանցին անցնի։ Նույն սահմանապահը վաղը կարող է այդ բնակչին չթողնել իր տուն մտնի։ Այդ նույն օրինակով նայեք թրիփ կոչվածը։ Ու բոլորովին կապ չունի, որ այդ փաստաթղթի մեջ 15 տեղ գրել են ինքնիշխանություն բառը, 9 տեղ էլ իրավազորություն բառը։ Դա պարզապես քարոզչական հնարք է։ Բայց այդ իրավազորությունը, ինքնիշխանությունը ինչպես է Հայաստանը իրացնելու։ Տարածքային ամբողջականությունը, եթե դա անխոչնդոտ ճանապարհ է։ Այդ ծրագրից օգտվելու են Թուրքիան, Ադրբեջանը, միանալու են նրանք ուղիղ, Ադրբեջանը անխոչնդոտ անցկացնելու է ինչ ուզի, վերահսկողության մասը շատ անհասկանալի է։ Օգտվելու է Միացյալ Նահանգները, որը բիզնես պրոյեկտ է ունենալու Հայաստանում, շահույթ է ստանալու եւ ամենակարևորը իր համար իր թշնամի Իրանի քթի տակ կլինի։ Այս դրույթների մանրամասն ուսումնասիրություններ դեռ կլինեն, հիմա չանդրադառնանք, բայց այստեղ խիստ կարևոր է նաև ժամանակը։ Ինչու Հայաստանի եւ ԱՄՆ արտգործնախարարները այս գործարքը արեցին հենց երեկ։ Ինչու չարեցին
1 ամիս առաջ կամ հետո։ Այս պահին մեր հարևան եւ բարեկամ երկրում Իրանում շատ խառը իրավիճակ է, նույն ԱՄՆ-ի ձեռքով։ Գիտեք ինչպես են վերաբերում Իրանում, Հայաստանում ԱՄՆ նման ներկայությանը։ Բազմիցս նրանք հայտարարել են, որ դեմ են այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը։ Ասում են, որ իրենք մտահոգված են, որ ԱՄՆ-ն կարող է թռիփ օգտագործել իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ ԱՄՆ-ն երկիր է, որը գործողություններ է ձեռնարկում Իրանի դեմ այս պահին, ու հիմա Հայաստանում հայտարարում է Իրանի սահմանին ներկայության մասին։ Ու հենց հիմա, երբ Իրանում ցույցեր է կազմակերպում ԱՄՆ-ը, Թրամփը կոչ է անում գրավել պետական հաստատություններ, ջախջախել իշխանությանը, սպառնում է Թրամփը հարձակվել Իրանի վրա, այս պահին Հայաստանը նույն ԱՄՆ-ի հետ Իրանի թշնամու հետ կնքում է նման պայմանագրեր, ԱՄՆ-ին բերելու Իրանի քթի տակ։ Համարում եք, թե լավ նախագիծ է, համարեք, ձեր գործն է, բայց կարող եք մի ամիս, կես ամիս հետաձգել, մինչև Իրանում այս լարված իրավիճակը հանգուցալուծում ստանար։ 4 հարևան ունեք, որից երկուսի հետ փակ սահմաններ են։ Վրաստանի հետ վերջին 1 տարում շատ հաճախ եք ունեցել բեռնափոխադրման խնդիր, որ ամբողջությամբ կապը հասանելի է, դա Իրանն է, ու այս ոնց եք վարվում։ Ըստ երևույթին ԱՄՆ-ն ասել է, ես Իրանում գործողություններ եմ սկսում, մի բան էլ դուք արեք, որ ցույց տանք, որ Իրանի հարևանների հետ ոնց ուզենանք, նրանց կօգտագործենք։ Ու Հայաստանի իշխանության այս ոչ բարեկամական քայլը շատ լավ հասկացել են Իրանում։ Այդ երկրի դեսպանը արձագանքել է այնքան կոշտ, ինչպիսի գնահատական վերջին երկար տարիների ես չեմ հիշում։ Դեսպանն ասել է, Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն։ Հայաստանում դեսպանատների շենքերը պետական պահպանության տակ գտնվող տարածք են, ու Իրանի իշխանությունն ասում է, Հայաստանի իշխանությունը կանաչ լույս է վառում, որ ամեն օր մի խումբ իրանցիներ հավաքվեն Իրանի դեսպանատան շենքի մոտ եւ հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Ասում են, մենք Հայաստանի իշխանությանը տեղեկացնում ենք, բողոքում ենք, բայց այդ գործընթացը շարունակվում է։ Սա ասում է Իրանի կառավարությունը։ Ասում է, մենք ամենածանր պահերին Հայաստանի կառավարության կողքին կանգնած ենք եղել։ Իրականում թե զենքով, թե ամեն կերպ պատրաստ է եղել կանգնելու Հայաստանի կողքին։ Անգամ իր հատվածում սահմանը պահել են առաջարկել, ինչպես որ տարբեր հրապարակումներ եղան։ Բայց ասում են, Հայաստանի իշխանությունը հիմա մեր դեմ բաներ է անում, որ երբեք չենք կարող մոռանալ։ Այսօր Նիկոլն ասում է, Հայաստանի շուրջ իրավիճակը հունվարի 14-ի առավոտյան 8-ի դրությամբ երբեք ավելի կայուն չի եղել։ Բայց ժամը 11-ին Իրանը շատ կոշտ զգուշացում արեց։ Ասում է, Հայաստանը մեր նկատմամբ ոչ բարեկամական քայլ է անում, եւ դա նկատի կունենանք։ Իրանի իշխանությունը նշում է, որ ԱՄՆ-ն Իրանում բողոքի ակցիաներ է կազմակերպում եւ ցանկանում է տապալել իշխանությունը եւ վստահ եմ, որ Իրանը մտածում է, որ ԱՄՆ-ն Հայաստանում էլ կարողացել է իրանցիների գտնել եւ բողոքի ցույց կազմակերպել։ Դիմում է Իրանի իշխանությունը Փաշինյանի կառավարությանը, բայց սրանք մատը մատին չեն տալիս։ ԱՄՆ-ն, որը գուցե իսկապես Հայաստանում մոբիլիզացրել է իրանցիների եւ մղում է բողոքի ակցիաների, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը Իրանում բախումներ է հրահուրում, այս փուլում Հայաստանի հետ էլ հայտարարություն է ստորագրում, Հայաստանից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու է։ Վաշինգտոն հասնելու համար Արարատ Միրզոյանը 24 ժամից ավելի թռիչք է ունեցել։ Իսկ Իրան գնալու համար պետք է ընդամենը 1 ժամ ինքնաթիռով, մի քանի ժամ ավտոմեքենայով։ Այդքան է պետք գնալու համար։ 44 օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում նույն այս վարչակազմն էր իշխանության, բայց Հայաստանին օգնություն առաջարկում էր Իրանը։ Իրանի իշխանությունն ասում է, եթե բողոքի այս ակցիաները հաջողություն ունենան եւ արդյունքում երկիրը մասնատվի, Հայաստանը կհայտնվի պարտվողների թվում։ Իրանում հաջողություն ունենալու դեպքում դա կլինի Թուրքիայի, Ադրբեջանի եւ նրանց դաշնակիցների հաջողությունը եւ մտածեք, թե այդ դեպքում ինչ է սպառնալու Հայաստանին։ Թուրքիան ինքն էր հայտարարում, որ Հայաստանում իրենց համար միջանցք բացելու նպատակի միակ խոչընդոտը Իրանն է։ Հայաստանի ղեկավարությունը խնդիր չէ։ Կարճ ասած, առավոտից իրիկուն ինքնիշխանությունից,
դիվանագիտական նվաճումներից խոսող Հայաստանի ՔՊԱ-ական իշխանությանը օգտագործում են ինչպես ուզում են, ով ուզում է, փող են տալիս, կուտը տալիս են ու անում նրանց հետ ինչ ուզում են։ Նրանք հեչ, վաղը գնալու են, բայց սրանց քանդած հարաբերությունները կամ սրանց ստեղծած անարժանապատիվ հարաբերությունները մեր երկրին ու ժողովրդին հետապնդելու են շատ երկար։ Կարծես պատվեր ստացած լինեն այնպես քանդելու, որ իրենցից հետո էլ այլևս սարքել հնարավոր չլինի։